Ты меня GPS դնես որ հետո Չէ մոտենակ սկսենք էլի ուղղակի շատ բարձր կարող եմ խոսալ, բայց շատ բարձր Եղանակը մեզ օգնեց այսօր Անդրև չեկավ շատ ուրախ եմ բոլորին տեսնել այսպես հատկապես որ այսօր կոմպլետ միջոցառում ունենք եւ շատ կուզենամ որ հաջորդ տարի առաջին անգամ ենք անում, բայց շատ կուզենամ որ հաջորդ տարի այս մարդկանց թիվը ավելի մեծանա։ Ուղղակի փորձենք հասկանալ ինչու։ Իհարկե հնարավոր չէ որ բոլոր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներգրաված լինեն, բայց ինչքան թիվը մեծանա, այնքան մենք շատ ավելի ուրախ կլինենք։ Այսօր մենք ուզում ենք շնորհավորել բոլոր այն ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքականում այսօր ընդգրկված գումարած Արտակին Դաշյան, որ էլի Հայաստանի հավաքականի անդամ է իրենց հաջողություններով անցած մրցաշրջանում կան ունենք գավաթակիրներ, ունենք չեմպիոններ եւ ուզում ենք sense փոքրիկ նշանվերներով մենք էլ շնորհավորենք ու բոլորը շնորհավորեք եւ բոլորին նորից եմ ասում, բոլորին ցանկանանք որ հաջորդ տարի մեր հաջողակ մրցանակ շահած ֆուտբոլիստների թիվը ավելի շատանա սկսենք Հայաստանի առաջնությունից դիմի հավաքի հրավիրենք Նոան թույլ չտվեց, որ մյուս թիմերից ավելի շատ մարդ ունի գորե գավաթը կամ եւ այլն, բայց շնորհավորում ենք ձեզ, հաջողություն ենք մաղթում Չեմպիոնների լիգայի գալիք որակավորման փուլում, իրոք արժանի էր եւ չեմպիոնությունը եւ գավաթը փրկել։ Եկեք, Ժորժ ջան։ Արտակի առաջին Բանջա Արի Արտուրը մենակ գավաթներ է ասում անցյալ տարի այս տարի գավաթներ, այս տարի Մոլդովայի գավաթը վերջում չեմպիոնությունը բաց տվեցին, բայց ցանկանանք որ գավաթներից հետո չեմպիոնություններ լինի, հաջողություններ գալու։ Արիվան։ Եթե չեմ սխալվում, միակ Հայաստանի գավաթ ուներ 17 թվականին։ Շիրակի է, տեսել երկրորդ գավաթն է, քեզ էլ ցանկանում ենք, որովհետև Լեգիան պետք է չեմպիոն լինի Հայաստանում, եթե ցանկանում ենք հաջողություններ գալիք տարում եւ ազգային հավաքական ունենալ։ Էդուարդ Սպերցյան գիտեք, գնում են երկար տարիներ Կրասնոդարում ես հաջողությանը, անցյալ տարի շատ քիչ չբավարարեց ու այս տարի իրոք բավական բարդ պայմաններում, բավական սուղ կազմով Կրասնոդարը չեմպիոնությունը նվաճեց, որը մասնավոր ակումբի կողմից Ռուսաստանում չեմպիոնություն նվաճած բացառիկ օրինակներից մեկն է եւ կարծում եմ ոչ մեկ ստեղ չի կասկածում, որ Էդուարդ Սպերցյան այդ թիմի եւ ոգին էր եւ լավագույն ֆուտբոլիստը եւ շատ ուրախ ենք եւ շնորհավորում ենք այդ կապակցությամբ։ Բոլորին հրավիրում ենք Ժորժ ջան, ուզեմ կանոն Շնորհակալություն։
Ով սկսենք Գորնախ խոսենք այս մրցանակից, որքանով են կարևոր նման մրցանակները և մրցանակները ֆուտբոլի ֆեդերացիան ձեր մրցանակներ է շնորհում, այսինքն այդ ֆուտբոլիստներին ողջունեն կամ գավաթակիր են դարձել, որքանով են կարևոր նրանք համար շատ կարևոր է, գիտենք որ չեմպիոնություն գավաթը շատ է վարանում, համար շատ այդ ուրախություն Որ նախ ընդունել մեր շնորհավորանքները չեմպիոնության և գավաթի կապակցությամբ, ոնցներ ամբողջ մրցաշրջանը, Ասած երկար էր դժվար, բայց մինչև վերջ պայքարել ենք, համար հասել ենք այդ Մենք ամեն ինչ կանենք, գիտենք, որ ավելի դժվար կլինի, բայց մենք փորձենք ամեն ինչ անենք, որ չմտնենք չեմպիոնների լիգա և եվրոպական համակարգին։ Ոնց է հավաքականը հաղթահարել Վրաստանի պարտությունը և առաջիկա ընկերական խաղերից առաջ ոնց է կանալու։ Դժվար է մեր համար, բայց հիմա պետք է կենտրոնանանք այս խաղերի վրա ու սկսել ավելի լավ խաղալ։ Շնորհակալություն։ Խոսելով։ Ռուսկի դա։ Հարիկը բոլորին մի տարի ժամանակ։ Ժողովուրդ ջան, հեռախոսներով մենակ Давай они говорят на армянском, ты что хочешь, что я отвечу. На армянском? На русском. Окей. Окей. մենակ խնդրենք փոքր հետ գա էլի։ Հեռախոսներով մի փոքր հետ։ Ձախ ինքը կանգնի մեջտեղը լի ժողովուրդ։ Կարող ենք սկսել։ Эдуард, поздравляем. Прошу твое мнение про чемпионат России и про эту награду. Про мнение чемпионата России? Да. Какой сезон был? Да. Достаточно тяжелый сезон, да, спасибо за поздравления. Вот, мы шли к этой, наша мечта была, мы шли к ней очень долго, и слава богу, что удалось забрать. А насчет чего получилось в этом сезоне? За счет веры, за счет характера, я думаю, и за счет того, что в каждом городе нас поддерживали, и болельщиков у нас очень много. Какие у вас были эмоции, когда подняли эту трофею? Сейчас через время, конечно, тоже тяжело описать. Конечно, счастье и то, что мечта сбылась. Эдуард, про сборную прошу твое мнение. У нас два игры. Что вы будете ожидать и какие впечатления? Ну, мы только начали сбор. Это первый сбор для меня с новым тренером. Вот, пока что проходит все отлично. 2 товарищеские игры, но их нельзя назвать товарищескими, потому что мы будем играть там полсилы. Нам очень важно победить и показать хорошую игру, к чему мы готовимся. Увидим вас в этом сезоне в новом клубе европейском. Как вы думаете? Посмотрим, еще есть время. Есть предложение? Все знают о том, что я хочу уехать. Вот, ну, посмотрим. У вас есть, кажется, предложение? Нет, пока ничего нет. А про Лидс говорили? Ну, Лидс был зимой. Пока. И Порту, да. Порту пока только я вместе с вами читаю. Все, спасибо. А еще вопрос. В каком чемпионате бы тебе хотелось сыграть по стилю? Какой чемпионат тебе больше подходит, по твоему мнению? Такой вопрос, я не знаю. Куда больше будут хотеть, туда и поеду. Где я буду играть, это самое главное. Спасибо. Все, спасибо. Yok sağlıkları mı? Okey ha? Այո։ Արթուր, շնորհավորում ենք Մոլդովայի գավաթակիր դառնալու կապակցությամբ։ Նախ պատմիր ինչ տպավորություններ, քո երկրորդ գավաթն էր կարիերան, բայց առաջինները արդեն։ Շատ հաճելի էր, բայց նշեմ, որ չկարողացանք հաղթել առաջնությունը, բայց շատ կարևոր է, որպեսզի հաղթեցինք գավաթը, քանի որ ուղղակի նվաճեցինք դեպի Եվրոպա լիգա ու կարևոր է, որ թիմը նվաճեց ինչ-որ տիտղոս
Եվ շատ ուրախ ենք, նաև տխուր ենք, որպեսզի չկարողացանք հաղթել առաջնությունը։ Իսկ ինչ կարծիքն ես ընդհանրապես Մոլդովայի առաջնության խաղամակարդակի մասին, եթե համեմատենք մեր առաջնությանը։ Ճիշտ ասած, խաղամակարդակը կարող եմ ասել, որ նման է, որովհետև Հայաստանում էլ է ինչ-որ խաղեր լինում, որ բարդ է ստացվում, այնտեղ նույնպես հեշտ խաղեր չկան, բայց թիմեր կան, որ ունեն լավ մակարդակ եւ սպասվածից ավելի լավ է։ Ինչ ասենք առաջիկա խաղերի մասին, հոգեբանորեն որքան կարևոր է հաղթանակը կենտրոնական մրցաշարի ծառայություն։ Կարծում եմ բոլոր տղաները պատրաստված են եկել հավաքականի ճամբար եւ պատրաստվում ենք ճիշտ անկերական են խաղերը, բայց քանի որ գիտեք հավաքականում չկան անկերական եւ պաշտոնական հանդիպումներ, պատրաստվելու ենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք։ Հավաքականում կան շատ բացակայ ֆուտբոլիստներ, մեր առաջատարների Տիգրանը Վասարյանը, Միկասո Սոլարյանը, ինչպես ըստ ձեզ, ինչպես կստացվի առաջիկա խաղերը առաջնորդի։ Ինչպես նշեցիք, այդ խաղացողները շատ կարևոր են եւ մեծ դեր ունեն հավաքականում, բայց կարծում եմ, որ մյուս տղաները նույնպես պատրաստ են, քանի որ հավաքական հրավիրվում ենք եւ գալիս ենք այստեղ, որպեսզի ամեն ինչ անենք ազգի համար եւ կարծում եմ, որ փոխարինողները եւ ես նույնպես կանենք առավելագույնը։ Միկրոֆոն չկա։ Սկսենք։ Պարոն ջան, նախ ընդունել մեր շնորհավորանքները եւ խնդրում եմ ամփոփել մրցաշրջանը, ինչպիսին էր մրցաշրջանը քեզ համար, հաշվի առնելով որ դարձել ես քաղաքական։ Մերսի շնորհավորանքի համար։ Մրցաշրջանը երկու տարբեր հատվածներ էր, քանի որ առաջի հատվածը Պողոնում էի հանդես գալիս, երկրորդ հատվածը Լեգիայում։ Առաջի հատվածը լավ էր, կարելի ասել, տեղափոխությունը Լեգիա սկիզբն էր լավ, ուղղակի հետո վնասվածքս արդեն խորացավ ու խանգարեց, կարելի ասել, ճիշտ է ուրախ եմ, որ կաղատագիր եմ դարձել, բայց վերջնամասում շատ խաղաժամանակ չէի ստանում ու նպատակը մյուս մրցաշրջանի այն է, որպեսզի ավելի շատ խաղամ, բայց դրա համար պետք է նախև առաջ ներողությամբ առողջ լինեմ, 100%-ով պատրաստ, վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանը միանշանակ ավելի լավ է լինի նախորդից։ Այս պայն ապացուցման ինչ փուլ ունեք։ Արդեն 3 շաբաթ է սկսել եմ բուժումներս, կարելի ասել արդեն կեսն է բուժման, երևի 2-3 շաբաթ էլ ժամանակ է պետք, այնուհետև կսկսեմ թիմի հետ արդեն նախապատրաստական շրջանը ու արդեն ժամանակը ցույց կտա զգացողություններից է կախված ու հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Ինչպիսին են նոր ակումբից տպավորությունները եւ որքանով քեզ օգնեն ավելի ուժեղանալ, ավելի որակներ ձեռք բերել։ Շատ դրական են տպավորությունները, Լեագան ֆուտբոլի պատմական թիմն է, ամենաբարձր նպատակների համար պայքարող թիմն է ու իմ համար էլ հենց դա եմ հաշվի առնելով տեղափոխվել Լեգիա, քանի որ Լեգիան ամեն տարի պայքարում է չեմպիոնության համար, խաղում է Եվրագաղաթներում ու ֆուտբոլիստի համար, ֆուտբոլիստի զարգացման համար ու կոնկրետ իմ համար այդ գտնում եմ, որ ճիշտ քայլ էր, քանի որ հասունացել էր առաջկայ կատարելու ու այդտեղ ժամանակում ամենալավ տարբերակն էր իմ համար տեսնենք այս Եվրոպա լիգային խաղալու այս տարի ու փոփոխություններ են եղել թիմում, մարզիչը հեռացել է, նոր մարզիչ է գալու, դեռ չգիտենք թե ով ու կարևոր մրցաշրջան է թիմի համար, քանի որ վերջի 4 թե 5 տարին եթե չեմ սխալվում չեմպիոն չի դարձել ու երկրպագուների կողմից էլ արդեն դրությունները շատ են, դրա համար պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք գոհացնել երկրպագուներին։ Մի հարցը ես ունեմ, կարելի է։ Կոնֆերենցիան լիգայում Չելսի հետ խաղացիք, այնպես ստացեց, որ միակ հայը, որ հաղթեց Չելսիին, դու էր այս տարի։ Ինչ տպավորություններ էր եվրագավաթային ֆուտբոլից եւ արդյոք եթե ռեալ նայենք կար հնարավորություն անցնելու հաջորդ փուլ Չելսիի հետ կամ ավելի հաջող հանդես գալու։ Շատ լավ հանդիպումներ էին, շատ մեծ փորձ էր խաղալ պատմական ստադիոնում Ստենֆորդ Բրիջում, ճիշտ է քիչ ժամանակով, բայց էլի
շատ հաճելի էր։ Ու իմ կարծիքով առաջի հանդիպումը մի քիչ լավ չստացվեց մեր համար, կային վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, կոնկրետ հարձակվողի խնդիր կար առաջի խաղում ու երևի հիմնական պատճառներից մեկը դա էր, չեմ կարող ասել, այն հաշիվը չկարացվեց, որը ուզում էինք, բայց երկրորդ խաղում արդեն զգացինք, որ կարող ենք խաղալ Չելսիի հետ, ուղղակի դուրս եկանք դաշտ ավելի պատրաստ, ավելի վստահ մեր ուժերին ու լավ հանդիպում հասկացրեցինք, գոլեր խփեցինք, կարող էինք էլի գոլեր խփել։ Համենայն դեպս շատ լավ փորձ էր խաղալ այդպիսի բարձր մակարդակով թիմի դեմ, միանշանակ մեծ փորձ էր հետագայի համար ու հույսով եմ այս տարի նույնպես ինչքան հնարավոր է առաջ կգնանք Եվրոպա լիգայում ու ուրիշ ինչ-որ մի գրանտեր նորից բախտ կվիճակի խաղալու։ Իսկ գավաթում լրացիչ ճնշում չկար, որ նախկին թիմի դեմ ես խաղում կամ թիմակիցների կողմից նախկին ինչ-որ չգիտեմ։ Հա, էմոցիաները շատ էին իմ համար, քանի որ գավաթի առաջի հատվածը մինչև 1/4 խաղացել էի Պոգոնի կազմում, դրանից հետո տեղափոխվեցի Լեգիա ու տեղափոխությունից հետո մոտս այնպիսի զգացողություններ կային, որ զգում էի, որ ֆինալը եզրափակիչը խաղալու ենք այս Պոգոնի հետ, ճիշտ է, իմ համար ծանր էր, քանի որ Պոգոնը իմ համար շատ հարազատ թիմ էր ու քաղաք, բայց ֆուտբոլի մի մասն է, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես այդպիսի խաղերին, այդպիսի օրերին ու ուրախ եմ, որ հաղթեցինք, ճիշտ է լիովին չէ, քանի որ ինչ-որ էմոցիաներ և լավ ապրած օրեր մնացել էին այդ քաղաքում և այդ թիմում, դրա համար կյանքը առաջ է գնում, հիմա ամեն ինչ անելու եմ, որպեսզի կարողանամ ինչքան հնարավոր է լավ խաղամ Լեգիայում ու ինչքան հնարավոր է շատ հաղթամ։